Բարև ձեզ սիրելիներ, ցեզի հետ ենք վանացանի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Եվրոպական խորհրդարանի Ստրասբուրգի մեջ այսօր տեղի ունենալիք լիակումար նիստին պիտի կատարվի հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված քննարկումը։ Եվրոպական հանձնաժողովին անունով հայտարարությամբ հանդես պիտի գա հանձնակատար Օլիվեր Վարհելի։ Իսկ Բելգիկայի մեջ ներկայացուցիչներու պալատի արտաքին հարաբերություններու հանձնաժողովը լսումներ կկատարե Էլս Վան Հուֆի եւ Միշել դե Մայեկտի ներկայացուցած Արցախի կապված բանացվերու առաջարկներու մասին։ Ելույթին հրավիրված է Եվրոպայի հայտարարի հանձնախումբի նախագահ Գասպար Ղարաբեդյան ներկայացնելու համար զանազան բանացվերու մեջ նկատի առնվելիք կարևոր կետեր։ Մեծն Բրիտանիո խորհրդարանի անդամ Ջեսիկա Մորդեն ընկերային ցանցերու գրառումով հայտնեց, թե խորհրդարանի խումբ պատգամավորներ երկրի կառավարության ուղղված նամակի մեջ խստորեն դատապարտած են Բաքուի մեջ բահվող 23 հայ բանդարգյալներու շարունակական բանդարգություն ու դատավարությունները եւ Մեծն Բրիտանիո կառավարության գոչ ուղղած են ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա հայ բանդարգյալներու ազատ արձակման նպաստելով։ Մորդենի համաձայն նամակը գրգված է Մեծն Բրիտանիո խորհրդարանի անդամ խորհրդարանի մեջ Հայաստանի հետ խորհրդարանական բազմագուսակցական բարեկամական խումբի նախագահ Ջեսիկա Մորդենի, խումբի փոխնախագահներ Ջոն Ուիթինգդեյլի, Քրիս Սլոունի եւ Մարկ Մաքինսիի կողմէ։ Կանադայի արտաքին գործոս նախարար Մելանի Ջոլի ընկերային ցանցերու մեջ կատարեց հետևյալ գրառումը. Արցախի հակամարտությունը կմնա չլուծված։ Կանադայի գոչը վճռորոշ նշանակություն ունի այս հարցին համաշխարհային օրակարգի վրա մնալու մեջ։ Հելսինկյան սկզբունքներով առաջնորդվող իրական բանակցություններու միջոցով ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնական իրավունքը պետք է հասնի լուծման։ Այս օրերուն Միացյալ Նահանգներու հայտարարի գործիչները հանդիպումներ կունենան կոնգրեսականներու հետ Ադրբեջանի թեմ պատժամիջոցներ կիրառելու համար։ Անոնք հանդիպած են կոնգրեսական Թոմ Քինի հետ ցեղասպանության հարցով պատասխանատվության ենթարկելու միամսյա արշավը սկսելու համար։ Գործիչները գոչ ուղղած են Միացյալ Նահանգներուն վճռական քայլերու ձեռնարկել Ադրբեջանը պատասխանատվության ենթարկելու Արցախի 150,000 հայերու ցեղային զտման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաներու հանդեպ Global Magnitsky պատժամիջոցներ կիրառել ռազմական հանցագործություններու համար եւ զորացնել հանրային երազեկությունը հայոց ցեղասպանության մասին։ Միացյալ Նահանգներու հայտարարի հանձնախումբը հաղորդեց, որ կոնգրեսական Դինա Թայթս հանդես եկած է հայոց ցեղասպանության մասին գրթական ծրագիր մշակելու նախաձեռնությամբ։ Նշյալ նախաձեռնության միացած են նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիս, Դեյվիդ Վալադաու եւ Թեդ Լիու։ Օրինակիցով առաջարկված է 5 տարվան ընթացքին $10 միլիոն դրամատրել գրթական նյութերու մշակման եւ դարացման, ուսուցիչներու վերապատրաստության, առցանց աղբյուրներու եւ ուսումնական ծրագիրներու ամբողջացման աջակցելու համար, որբեսի Միացյալ Նահանգներու ամբողջ տարածքին ուսանողներ դեղեկանան մարդկության դեմ այս անպատիժ հանցագործության պատճառներու հետևանքներու եւ մնայուն դասերու մասին։ Դինա Թայթս շեշտեց, որ ուսանողներուն հայոց ցեղասպանության մասին գրթական աղբյուրներ ներկայացնելու ծրագիրը ցեղասպանության ժխտումին դեմ պայքարի մասն է, ինչպես նաև հարկանքի դուրք ցեղասպանության զոհերու հիշատակին։ Այս ծրագիրը հակամարտություն է ճշմարտության ու արդարության եւ գրթության ուժի հանդեպ ապակա սերունդներուն համար ավելի դեղեկացված եւ գարեկցող աշխարհ կառուցելու ըստ կոնգրեսականը։ Իր ղարքին Գաս Բիլիրակիս նշեց, որ կարևոր է ճանչնալ անցյալի վայրակությունները, որբեսի կարելի ելլա կանխել ապագային անոնց գտնությունը։
Այդ նպատակին հասնելու լավագույն միջոցները մեկը գրթությունը եւ դեղեկացված լալն է։ Այդ պատճառով ես հբարդ եմ, որ դարձյալ հայոց ցեղասպանության մասին գրթական ծրագրի համահեղինակ եմ, ընդգծեց Բիլիրակիս։ Դեյվիդ Վալադաուսով, որ Օսմանյան գայսրության կողմէ կատարված հայոց ցեղասպանությունը 1.5 միլիոն մարդու կյանք խլեց եւ շատ կարեւոր է, որ այդ մութ էջը չմոռցվի։ Այս ողբերգության մասին ամերիկացիները ուսուցանելը կարևոր նշանակություն ունի։ Կոնգրեսի մեջ իբրև հայկական հարցերու հանձնախումբի համանախագահ ես հբարդ եմ, որ գաչակցիմ գրթական ճանկերը ամրապնդելու խայլին եւ կվերահաստատեմ մեր հավատարմությունը ճշմարտության եւ հիշողության, ընդգծեց Վալադաու։ Նշյալ ծրագրի մասին խոսեցավ նաեւ կոնգրեսական Թեդ Լիու ասելով. Հայոց ցեղասպանությունը ճարի ամենեն սարսափելի արտահայտությունն է։ Թեև մենք չենք կրնար 110 տարի հետև երթալ, որբեսի կանխենք մոտ 1.5 միլիոն հայերու սպանությունը, սակայն մենք կրնանք օգտագործել գրթությունը, որբեսի երաշխավորենք, որ զոհերը երբեք չմոռցվին։ Այս վայրակությունները մնայուն ազդեցություն ցկած են Հայաստանի եւ հայկական սփյուռքի վրա, չափազանց կարեւոր է մեր երաշխավորումը, որբեսի ապակա սերունդները գիտնան այս կոտորածի մասին եւ նման բան չգրկնվի, ըստ Լիու նշելով, որ ուրախ է միանալու Դինա Տայտսի ծրագիրին։ 3. Բրոշյանի զորաց բանտեոնի մեջ տեղի ունեցավ Արցախյան պայքարի նվիրյալ ազատամարտիկ Բրոշյանի հրամանատար նախկին գյուղապետ Դաշնակցական Հրաչ Մուրադյանի հիշատակին նվիրված արարողությունը։ Հրաչ Մուրադյանի սպանության օրվան առիթով անոր շիրիմը այցելեցին Հոհիտա Հայաստանի Գերագույն մարմինի անդամներ, ազգային ժողովի պատգամավորներ եւ ուղսակցականներ հարկակի դուրք մատուցելով Հրաչ Մուրադյանի հիշատակին։ 2024-ին Հայաստանի մեջ արձանագրված է հանցագործության 40,232 դեպք, որոնց մեջ 18,397-ն Երևանի մեջ։ Նախորդ տարվան համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազած են 434 թիվով կամ 1.1%-ով։ Դվյալները ներկայացված են Գլխավոր դատախազության 2024-ի գործունեության հաղորդումի մեջ։ Հանցագործություններու դեպքերու նվազումին զուգահեռ 2024-ին արձանագրված է հանցագործություններու բացահայտման ցուցանիշի 3.4%-ի աճ։ Նույն աղբյուրին համաձայն 2024-ին արձանագրված է Հայաստանի պետական սահմանը ապօրինի անցնելու դեպքերու աճ։ Արձանագրված է 160 դեպք 2023-ի 78 դեպքի փոխարեն, ինչ որ կնշանակե, որ դեպքերու թիվը ավելացած է 82-ով կամ 105.1%-ով։ Այս տվյալները եւս ներկայացված են Գլխավոր դատախազության 2024-ի գործունեության հաղորդումի մեջ։ 2024-ին արձանագրված է անօրինական գաղթի 15 դեպք 2023-ի 24 դեպքի փոխարեն։ Անի եւ Նարոդ հիշատակի հիմնադրամի հիմնադիր Ռաֆի Արդալջյան ընկերային ցանցերու վրա հայտարարեց, որ Անի եւ Նարոդ հիշատակի հիմնադրամի բարեսիրական հիմնարկության Անի Արդալջյան գրթաթոշակը իբրև նպաստարու նկատի պիտի ունենա նաեւ Արցախցի ուսանողները։ Անի Արդալջյան գրթաթոշակը կդրամատրվի Հայաստանի գյուղական բնակավայրերու այն ուսանողիներուն, որոնք նպատակադրած են իրենց մասնագիտությունը շարունակել Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործային գիտություններու բնակավայրերներս։ Այսօր հուզիչ հանդիպում ունեցա Հայաստանի ամերիկյան համալսարանի Անի Արդալջյան գրթաթոշակի առաջին ստացողին հետ։ Արցախին ժամանած այս տաղանդավոր երիտասարդուհին մայիսին կավարտե դվյալներու գիտության data science ուսումը եւ արդեն իսկ Հայաստանի մեջ գերազանց աշխատանք ունի։ Գոչ կուղեմ Երևան բնակող արցախցի բոլոր ուսանողներուն թիմելու AUA եւ օգտվելու Անի Արդալջյան գրթաթոշակեն։ Սեր երազները կարևոր են, ըսած է Անի եւ Նարոդ հիշատակի հիմնադրամի հիմնադիր Ռաֆի Արդալջյան։ Անի եւ Նարոդ հիշատակի հիմնադրամը հիմնված է Ռաֆի Արդալջյանի կողմէ, ի հիշատակ 1994-ին օդանավային արգածի զոհ կացած իր գնոջ եւ դստեր։ Հիմնադրամը իր գազམավորման օրեն օգնած է Հայաստանի եւ Արցախի ժողովրդին հանրային առողջապահության բնակավարի բարելավման ծրագիրներ իրականացնելով։ Հիմնադրամի գլխավոր ծրագիրներեն
հայ մանուկներու հազարամյակի պատվաստումի հիմնադրամի շնորհիվ Հայաստանի մեջ կատարված են երեխաներու պատվաստումի զանազան ծրագիրներ։ Հայ մանուկներու հազարամյակի պատվաստումի հիմնադրամը շարք ծրագիրներ կատարած է UNICEF-ի USAID համագործակցությամբ։ 3 Չորեքշաբթի 2 ապրիլի առավոտուն Փերյու հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշխարհյան ազգային առաջնորդարանի իր գրասենյակի մեջ ընդունեց Քեսաբի հոգևոր դեսուչ Եսայի վարդապետ Օրդեկյանի եւ Քեսաբի տեղական խորհրդի անդնապետ Վիքեն Լնթյանի այցելությունը։ Հայր Սուրբի եւ տեղականության անդնապետը զեկուցեցին Քեսաբի մեջ տարվող աշխատանքներու մասին։ Սրբազան հայրը իր հայրական օրհնությունները փոխանցելով գնահատեց հոգևոր դեսուչին եւ տեղականության եկեղեցանվեր ծառայությունը եւ հաջողություն մաղթեց հարաճիգա աշխատանքներուն։ Հարգելի ունգընտիրներ, ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ձեզի հետ էին Գրիգորը եւ Սանի հաղորդավար Նատալին։ Մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։